Սիրելի եկեղեցի, ողջունում ենք քեզ եւ հրավիրում ենք միաբան տերունական Հայր մեր աղոթքով սկսենք այսօրով մեր ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մենք կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Սաղմոս 13-րդ գլուխ 5-րդ խոսք։ Բայց ես քո ողորմությանն եմ հուսացած, թող իմ սիրտը ցնծա քո փրկությունով, թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արավ ինձ, այսպես է ասում Աստծո խոսքը։ Բարդ Տիրոջը, սիրելի եկեղեցի, այստեղ ունենք կարիքներ գրված, ու եթե դու դեռ չես հասցրել գրել, կարող ես մտովի միացնել, մենք աղոթք կբարձրացնենք, եւ ես հավատում եմ, որ Քրիստոս հավատարիմ է պատասխանելու քեզ ու քո կարիքին։ Սիրելի Հայր, շնորհակալություն ենք հայտնում քեզ այսօրվա համար, Տեր, որտեվ կանք ու շնչում ենք ու կանք այսօրվա մեջ այստեղ քո շնորհիվ է, Տեր։ Մենք օրհնում ենք քո սուրբ անունը ու գալիս ենք քո առաջ խնդրանքով։ Այստեղ ունենք կարիքներ, Տեր, որոնց բերում ենք քո առաջ, քո որդի Հիսուսի անունով։ Մենք խնդրում ենք, որ Տեր վերցնես ամեն մեկի կարիքը եւ վերածես օրհնության ու որպես նվեր իջացնես իրանց տուն, Տեր։ Անցնես ամեն մեկի միջով, Տեր, ամեն մի կարիքի միջով, բժշկես, վերականգնես, լցնես սիրով, լցնես խաղաղությամբ։ Ամեն բաժանություն թող չորանա ու գա միաբանություն, Տեր։ Ամեն տեսակ հիվանդություն թող կորչի ու գա քո կատարյալ առողջությունը, քո բժշկությունը։ Տեր իմ Աստված, ես խնդրում եմ, որ մեծ հրաշքներ լինեն։ Եվ այս ամենը անունդ տարածվելու համար, անունդ փառավորվելու համար, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Շնորհակալություն, Տեր։ Իմ Աստված, նաև խնդրում ենք մեր Հայաստան երկրի համար։ Շնորհակալ ենք, մեր ունենք երկիր, Տեր։ Շնորհակալ ենք, որ ունենք հայրենիք։ Մենք օրհնում ենք մեր երկիրը, մենք աղոթում ենք մեր երկրի համար, մեր երկրի ժողովրդի համար, իշխանության համար, Տեր։ Մենք աղոթում ենք ու խնդրում ենք, որ պահես ու պահպանես մեր սահմանները։ Մենք աղոթում ենք մեր զինվորների համար, Տեր, որպեսզի լցնես իմաստությամբ ու համարձակությամբ։ Մենք աղոթում ենք ղեկավար մարդկանց համար, Տեր, որպեսզի տաս իմաստություն, որպեսզի իրենց ընդունած օրենքները ի բարօրություն ժողովրդի եւ ի բարօրություն ամեն մեկի լինի, Տեր, ու բերի ու տանի Աստված ճանաչության, Տեր։ Մենք աղոթում ենք, Տեր, ամեն մի հայ մարդու համար, ամեն մի ընտանիքի համար, թող ամեն մի ընտանիքում քո ներկայությունը, քո բժշկությունը, քո խաղաղությունը լցվի ու լցվի, Տեր, ու չդադարի։ Թող ամեն մեկը հասկանա, որ դու ես ու չկա ուրիշ ճանապարհ։ Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, թող երբեք ու երբեք չհեռանան քեզանից, այլ գնալով մոտիկանան։ Թող լինենք ավետարանողներ ու խոսքը տարածողներ, ոչ թե բամբասողներ, իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Օրհնում ենք Հայաստանը ու հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Տեր իմ Աստված, նաև խնդրում ենք Ռուսաստանի համար։ Մենք այստեղ ապրում ենք եւ աղոթում ենք այստեղի ժողովրդի եւ իշխանավորների համար։ Մենք խնդրում ենք, որ օրհնես իրանց ձեռքի գործը։ Մենք խնդրում ենք, որ տաս խաղաղություն ես երկրին, Տեր։ Տաս խաղաղություն ամեն մի ընտանիքում, Տեր։ Թող դադարեն ամեն տեսակ չար բաները ամեն մի ընտանիքից ու գա քո բարին ու քո խաղաղությունը ամեն մի ընտանիքի մեջ։ Թող այս երկրի ղեկավարները, Տեր, ամեն տեսակ որոշում կայացնեն ըստ քո կամքի, ըստ քո ցանկության, ու ժողովրդին էլ առաջնորդեն դեպի քեզ, Տեր իմ Աստված։ Ու թող այն օրենքները, որ կընդունեն, չհակառակվի քո խոսքի տարածմանը, այլ լինի խաղաղություն ամենուրեք։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք Ռուսաստանը եւ ասում ենք քեզ շնորհակալություն այս երկրի համար։ Թող խաղաղություն լինի Ռուսաստանին, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Ինքը արժանի ամեն։ Փառք Աստծուն։ Մի տխրի արժանի է։
ինձ թվում է ժամանակն է կողքինիդ նայես ու ասես արժանի է էլի, հոզորով չի։ Տեր օրհնի քեզ, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Շնորհակալություն մեր հիասքանչ փառաբանությանը, սենց գարնանային ծառայության համար։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Ինքը արժանի է ողջ փառքին, սիրելիս, մենք էլ պիտի նենց անենք, որ մենք էլ արժանանանք այդ փառքի մեջ մտնելուն, ամեն։ Դա էլ մեզանից է կախված։ Իրանից էլ մեր կյանքում ոչ մի բան կախված չի։ Ինքը ինչ կարար մեր համար արդեն արել է։ 6000 տարի առաջ է արդեն արել։ Գառը աշխարհի ստեղծվելուց առաջ մորթվել է, հասկանում ես, այդ ամեն ինչ ասում է լրիվ ուրիշ համակարգի մեջ է։ Արդեն ամեն ինչ որոշված, պատրաստված, ամեն ինչ Աստված ծրագրած բերե հասցրել է քեզ այսօրվան։ Ոչ մի բան պատահական չի եղել, ոչ մի բան Աստծու, գիտես, այն հսկողության տակից դուրս չի եղել։ Աստված գիտես, ինքը հավիտենական հայր է, ինքը ժամանակից դուրս է, ու ժամանակից դուրս ընդ է հավիտենության մեջ այս ամեն ինչ արդեն եղել է։ Ուղղակի բերել է ժամանակի մեջ, մտցրել է ինձ ու քեզ էլ տնկել է, որ կարողանա մեր փրկությունը կարգավորի, որ տանի էլի հավիտենություն այնտեղ։ Հա, որովհետև այս ժամանակը ժամանակավոր է։ Լավ բառ ենք, չէ՞ օգտագործում, ժամանակավոր։ Ինչ որ մի բան, եթե ժամանակի մեջ է, ինքը ժամանակավոր է։ Բայց դու հավիտենական արարած ես, քո Աստծո պատկերով ստեղծված։ Դրա համար, սիրելիս, ամեն ինչ արա, որ այդ հավիտենությունը քո ձեռից ոչ մեկ չխլի։ Ամեն։ Մենք ապրում ենք նույն ժամանակներում, որ սատանան հազար ու մի մանրուք տեսակ ունի, ոնց քո ձեռից հավիտենությունը խլի։ Մեծ խոշոր ձևերով շատ քիչ է գալիս։ Մանր, մունր, ստեյս կկպնի, ընդեղից կկպնի 1, 2, 3, 4, 5։ Գիտես, եթե հիմա իմ վրա մի հատ, սենց ասեմ, ձկնորսները ինձ լավ կհասկանան, եթե ինձանից մի հատ ձկնորսական այդ կանթերից գցեն, թելով, շորից ես բռնի դա, կամ մարմնից ես անգամ բռնի, իմ կյանքում էլ եղել է դեպքեր, որ ես մի քիչ անհաջող ձևով եմ գցել ու բռնել եմ մարմինս, մտել եմ մարմնիս մեջ այդ ասեղը։ Գիտես, եթե մի հատ այդ ասեղից գցեն, ինձ չեն կարա կանգնացնեն։ Բայց եթե մի 100-200 տեղից տարբեր ասեղներ գցեն, մանր տենց, իրանք կարան ինձ պահեն արդեն, հա։ Սատանան մեկ-մեկ այդ տենց է քո հետ աշխատում, մեծ չի բերում, որ սենց դու տենաս, գուշանաս, հեռու մնաս։ Մի հատ կրուչոք ստեղից է գցում, մի հատ ընդեղից է գցում, մի հատ ասեղիկով ընդեղից է բռնում, վերջում զգում ես կամաց քայլերը դանդաղում է, կամաց հավատքդ սառում, ասում ես, ես ինչ եղավ, ոնց որ թե մեծ մեղ չեմ գործել, չէ՞, մարդիկ միշտ հենց որ մեղք են ասում, մտածում են շնություն չեմ արել, գողություն չեմ արել։ Ես ինչ խաբար է, ես խի սենց եղավ։ Չէ, ստեղից բամբասանքով է բռնում, ընդեղից մրթմրթալով, ընդեղից անիծելով, ընդեղից հայհոյելով, ընդեղից սուտ խոսալով, ես կամաց գցում է։ 1, 2, 1, 2, մեկ այդեն մեզ կանգնեցիր, էլ չես կարող գնաս, ինչի, որովհետև այդ կրուչոքները, չգիտեմ ոնց ասեմ հայերեն, այդ ասեղիկները, հա, իրանք արդեն քեզ բռնել են, շատացել են, ամեն կողմից վերցել են։ Հա, բայց մեր գործը գիտես որն է, մի հատ թափ տանք մեզ, մի հատ ուշքի գանք ու գնանք առաջ, որովհետև ապրում ենք նույն ժամանակներում, որ այդ ասեղիկները շատացել են։ Այդ բռնող մեխանիզմները ինքը շատացրել է, հեշտացրել է իր համար։ Նոր ստրատեգիա է մշակել։ Պոզով պոչով չի գալի, ինտերնետի մեջով է գալիս։ Պոզով պոչով չի գալիս, ընկերուների սրճի սեղանի շուրջ է գալիս։ Հեռախոսիդ մեջ կազինոյով է գալիս։ Այնքան տարբերակ է գտել հիմա մարդկանց հասնելու։ Պուճուր, ամեն կողմից բռնում է, որ խորտակի։ Բայց մենք պիտի արթուն լինենք, արժանի լինենք մեր Տիրոջը, ամեն, որովհետև մոտ է ժամանակը, ասма Տերը գալիս է ու չի ուշանա։ Ու ասма դրանով մխիթարեք իրար, ուրախացեք դրանով, ոչ թե նեղվեք, վախեցեք, խառնվեք իրար, բա ոնց է լինելու, բա ինչ պիտի անեմ, բա որ Աստված եկավ, բա տունս, երեխեքի համար էլ տուն արա, հələ չեն մտել տունը, մեքենա եմ արել, դեռ չեմ վարել, էս եմ արել, չեմ արել, ուրախացի, գիտես, մի ակնթարթում, հիշի ես խոսքերս, մի օր իրականություն է դառնալու քո կյանքում։ Մի ակնթարթում քո ընդհանրապես այս աշխարհում ինչով ուրախացել ես,
ինչը քո համար արժեք է եղել, ինչի հետև ես վազել ես, մի ակնթարթում նենց է էժանանալու, դու զարմանաս։ Ասես ոնց, ես սրա վրա էի հույս ես դրել, սրանով էի ուրախանում, որովհետև երկնայինը հենց քեզ կպավ, այս երկրային այնքան է էժանանալու, զրոյից էլ մի քիչ ներքև իջնի։ Դու զարմանաս ոնց կարա ես դրանով ուրախանայի, ոնց կարա ես 7 տարի աշխատեի, որ մի հատ մեքենա ունենայի ու այդ մեքենան ափսոսայի նստեի, որ չմաշվի։ Մեր հայերի մոտ մի քիչ կա այդ մոդան, եղբայրների մոտ, հա, տղամարդկանց հայ։ Իմ մոտ նես տպավորությունն է, որ քիչ մնա գիտեք ինչ կանեն այդ մեքենան նստելուց առաջ մի հատ խոնավ շոր կհանենք գցեն տակը, ոտքերը կսրբեն նոր կնստեն մեքենան, էլի, որ հանգարց իր մեքենային մի բան չլինի, հա։ Մեկ-մեկ տեսնում եմ, տենց կամ իր գրպանի թաշկինակը կհանի, բայց մեքենայի ֆարերը կմաքրի։ Հա, որ կարևորը իր մեքենան փայլի, բայց ինչքան երկինքը արժևորվում է կյանքում, այնքան երկիրը էժանանում է։ Եթե երկինքը արժևորված չի կարա երկիրը էժանանա, որովհետև մարդը միշտ իր համար թանկ բան է ման գալիս։ Չէ, դու միշտ ինչ որ արժեք ես քո համար ման գալի, որ քո համար թանկ է։ Այդ արժեքը ինչ որտեղ պիտի լինի։ Եթե այդ արժեքը երկինքը չի, հաստատ իմացի, հաստատ այս երկրի վրա կգտնվի մի բան, որ քո համար կդառնա արժեք, որի հետևից դու կգնաս, որ հանգարց մի հատ իրել չգտնվի, ոսկուս մի հատ մատանի էլ չգտնվի, չգիտեմ, մի հատ լավ մեքենա կամ մի հատ Արբատի վրա տունել չգտնվի, գոնե որ երեխեքդ կան ու կան, որ ուշք ու միտքդ իրանց համար գնա, ասենց։ Այսինքն երկինքը չարժևորվեց, այս աշխարհում հաստատ արժեքներ ես ունենալու, որոնք այնքան թանկանան, որ երկինքը քո աշխին էլ չերևա։ Բայց ես ուրիշ բան էի խոսալու, ինչ եք ուզում ինձանից չեմ հասկանում, հա։ Արի պատրաստվենք, էլի, արի իրոք պատրաստվենք երկնքին, հա։ Որ Հիսուսը գա ուրախանա մեզանով։ Չկա մտնի ասի, այն մրցանը պետք է տանեինք, բայց հա որ կարող է գնա հիմա էլ երկնքում ընդես սկսի մրթմրթալ։ Այս տարածքը դուրս չի գալի, ուզում եմ Հիսուսի աթոռին նստեմ։ Հա մրթմրթացող մարդը ամենտեղ մրթմրթում է։ Ինչ ուզում ես իրան ապահովի, հա։ Մի օր ասելու եք կլինի գամ Հիսուս կողքդ նստեմ, քո գահին ինչ ա եղել, որ աղբեր չենք, ժառանգակից չենք, Աստվածաշնչով է։ Փառք Աստծուն, այսօր ուզում եմ մի քիչ խոսամ մի թեմայի շուրջ, սիրելիներս։ Գիտես, մարդիկ ինձ հաճախ մոտենում են նեղվածություններով, բողոքներով այն կոմի վրա, էլի։ Էսի սենց, այնին նենց, բախի սենց, բայ սենց արեցի, ինձ ասեցին սենց արա, սենց կլինի, բա սենց արեցի, բախեն են ցեղավ։ Բողոքողներ միշտ էլ լինում են, հա, որովհետև եթե կա 100 մարդ, գոնե ունես 10 բողոքող, դա ստատիստիկա է, հա, նորմալ է։ Ու հետաքրքիրը գիտես ինչն է, մարդը, որ ինչ-որ էմոցիոնալ բաների մեջ է ընկնում, ինչ-որ իրավիճակների, ասենք տունը փող չկա, հիվանդ է կամ ընկերուհին ասեց նիետ, հա, ինչ-որ մերժման է հարժանացել եւ այլ, ինչ-որ էմոցիոնալ իրավիճակների մեջ ընկնելուց տարբեր ձևերով սկսում է արտահայտվել։ Տղամարդիկ մի քիչ սիրում են լռել, հա, մենք լռում ենք, մեր մեջ ենք տանում ենք, մեկ էլ զարմանում են, թե խիա ստենդավորման ժամանակը մարդու եկել, որովհետև շատ է լռել։ Քուրիկները լավ է, ղժում, ճվում, գորգորում են, անցնում է, գնում է, հեշտ են բրծնում։ Տղամարդիկ լուր տրտնում, դարդները լացելով, իրանք իրան մեջ այնքան են ներս տալի, վերջում ներսը միտեղ պրակոլա տալիս, հա։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, տարբեր ձևերով ենք էլի արտահայտվում։ Մեկ-մեկ կարանք ճվալ, մեկ-մեկ կարանք, չգիտեմ, ինչ որ սկսենք մենք մեր հետ խոսալ, չէ՞։ Լինում է, չէ՞, որ այնքան նեղված ես դու քո հետ խոսում ես օրերով։ Մեկ-մեկ լինում է մրթմրթում ենք, ասենք սենց եղավ, այնիխին են եղավ, չէր կարող իշ տարբերակներ։ Մեկ-մեկ լինում է լացում ենք, լացելն էլ է լավ բան։ Պիտի մի քիչ ուժ ունենաս, որ կարողանաս լացես։ Էդ էլ է ուժեղ բան, էլի, լացելն էլ է ուժեղ մարդու գործ։ Ոչ թե տզալ է, որ ամեն ինչից լացում են, միանգամից արցունքները թափում են, այլ իրական լացը։ Աստծո առաջ մեկ-մեկ լացը մեծ հարցեր է լուծում։ Բայց մի բան էլ կա, մի տեսակել կա, որ ինչի դիմում ենք, դա աղաղակն է։ Երբ որ իրավիճակներ են գալի, մենք աղաղակ ենք անում, ու ես ուզում եմ այսօր խոսամ աղաղակներից ու տարբեր աղաղակներից, ու այսօրվա խոսքը վերնագրել եմ սենց հաղթանակի աղաղակ։ Այսինքն մենք կարանք տարբեր աղաղակներ բարձրացնենք, շատ կարևոր է, երբ որ քո կյանքում իրավիճակ է գալիս, դու ոնց ես գոռում։
ում վրա ես գոռում, խի ես գոռում, հա։ Այդ աղաղակը մեր գոռալ բառու հոմանիչն է, հա։ Ուղղակի գոռալը մի քիչ ինչ որ մի տեսակ ստեղից է, աղաղակը ստեղից է։ Այն որ ներսից է ճիչ է, էլի, ասես այն ինչ որ մի հատ ձայն է ներսից է որ դուս աղաղակում ես, հա։ Ու մի քանի տեսակի աղաղակներ կա, որ ես կուզեմ խոսամ, առաջինը էսենց եմ վերնագրել անօգուտ աղաղակ։ Երբ որ իրավիճակ է գալիս, դու հույսդ ուրիշ փրկիչների վրա ես դնում, ու աղաղակում ես ոչ այնտեղ, որ պետք է։ Դու կարաս աղաղակես բարեկամներիդ, կարաս աղաղակես օնլայն կազինոներին, այն որ ասում է վերջի 1000 ռուբլի սա, հույսս դնեմ մի հատ ռոլետ ֆրասնեմ, եթե ստացվի, կարող է պարտքերս փակեմ, մեկը սրանով էլ հարց չեմ կարող լուծեմ։ Նայած ուր ես դու աղաղակում, երբ որ դու անում ես մի բան, որը որ Աստծո հետ կապ չունի, դա կոչվում է անօգուտ աղաղակ։ Եվ երբ որ անօգուտ աղաղակը մի անգամ հրեա ժողովուրդը իր համար թագավոր ընտրեց, ասեց չէ, մեզ թագավոր է պետք, մեզ Աստված հերիք չի, որ ղեկավարի, թագավոր է պետք, դե ասեց, եթե թագավորն է ձեր հույսը, իրան էլ կաղաղակեք, իմ հետ գործ չունեք, Աստված ասեց։ Եթե իր վրա եք հույս դրել, անօգուտ գործի վրա եք, գնացեք ընդեղել աղաղակ արեք, իմ կողմից շուրջ չգաք։ Մի ուրիշ տեղ կարդամ Դանիելի 10:14-ում ասում է. գնացեք ձեր ընտրած աստվածներին աղաղակեք։ Նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ։ Տեսեք ինչ ասում Աստված։ Ինքը իր ժողովրդին ասում է. գնացեք ձեր ընտրած աստվածներին աղաղակեք։ Նրանք ձեզ ազատվեն ձեր նեղության ժամանակ։ Աստծուն հետաքրքիր է, երբ որ մենք ընկնում ենք նեղության մեջ, իրան իրականում հետաքրքիր է, եթե ես նեղության մեջ եմ։ Մեկ կարա ինքը թույլ էլ տա այդ նեղությունը, ասենց։ Հել մի հատ տեսնեմ, լավ, որ գործերը լավ են, հենց հիշում է ինձ։ Հիմա նեղության մեջ է, ուս ամբողջ երկինքը նայում է, հիմա ինչ ես դու անելու։ Ինչ ես դու անելու։ Ասեմ շատեր ինչ են անում, թողում եկեղեցուցել Աստծուցել գնում են։ Շատ հեշտ տարբերակ է, գնան, նեղանան, հուզվեն, վերջ, էսեր Աստված, էսեր հավատքը, թողեց գնաց։ Այն փորձության տեղն է, էլի, որ այդտեղ հավատարմությունը տերևում է, կա թե չկա։ Ու Աստծուն հետաքրքիր է, ուր ես գնում աղաղակելու։ Շատ հաճախ մարդիկ եկեղեցի գալով, երկար ժամանակ Աստծու մեջ լինելով, խնդիր է գալիս, մի քիչ ծանր խնդիր, լավ սենց ասեմ։ Մեկի տեսնում ես, այն իրա խոսալը, մինչև այդ Աստծուց ոնց էր խոսում, աղոթքներից էր խոսում, եկեղեցուց խոսում էր, մեկի դեմս կորավ, չկա, խառնվել է իրար։ Գիտեք, COVID-ի ժամանակ ես ինչքան հավատացյալների բռնացրեցի, որ ընդհանրապես մոռացել էին, որ իրանք հավատացյալ են։ Պանիկայի, հիստերիայի մեջ, վա ինչ պետք է անենք։ Էս մասկան, երկրորդ մասկան գլխին, մեկը ականջին, մեկը ձեռին, 4 հատ ձեռնոց հագնի, որ անգարց վարակը չտարածվի։ Կողքի շենքում մեկը փռշտում է, տնեցներով հավաքվում գնում են դաչա, որ չվարակվեն։ Ուզում ես հասկանաս, ինչ եղավ։ Ես դեմ չեմ պաշտպանվելուն, ոչ մի իրավիճակում սրա մասին չի խոսքը, ողջամիտ պաշտպանվելը լավ բան է։ Մենք որ տուն ենք մտնում, մեր ձեռքերը լվանում ենք, որ բակտերիա չբերենք տուն, նորմալ բան է, չէ՞։ Բայց հարցը նրա մեջ է, որ խնդիր է գալիս, այդ ժամանակ փորձվում ենք ես ու դու։ Ոնց մեզ կպահենք, երբ որ իրավիճակը եկել է։ Ինչ որ խնդիր է եկել։ Եթե այս կոմենքում ենք մեզ գցում, դա անօգուտ աղաղակ է։ Տեսեք Հոբի մեջ 19:7-ում ինչ է գրած. ահա ես աղաղակում եմ զրկանք եւ պատասխան չեմ ստանում։ Բողոքում եմ, ներողություն, Երեմիա 2:13-ը, որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց։ Ինձ կենաց ջրի աղբյուրը թողեցին, որ իրանց համար հորեր փորեն։ Ծակծակոտ հորեր, որոնք չեն կարա ջուրը պահեն։ Գիտեք ինչ ասում Աստված։ Ասում մարդը ջրի կարիք ունի։ Ջուրն էլ իր մեջ կյանք ունի, չէ՞։ Ասում ես եմ կյանքի աղբյուրը, այսինքն այն տեղը, որտեղից որ կյանքը բխում, աղբյուրը այն տեղն է, որտեղից առաջանում է գետը։ Ասում այդ կենաց աղբյուրը, կյանքի աղբյուրը ես եմ։
ասում է ինձ թողել եք, ինձ կյանքի աղբյուրին թողել եք, գնացել եք ձեր համար փոսեր եք փորը։ Փոսեք փորում, որ ջուր դուրս գա։ Այս օրինակ, տեսեք, Մոսկվայում շատ ավելի հասկանալի է դա, երբ որ այստեղ աղբյուրներ հիմնականում չկան, մարդիկ ջրհոր են, չէ՞, փորում, որ մեջի ջուր հանեն։ Որտեվ աղբյուր չկա, այստեղ սարեր չկան, աղբյուրներ չկա, բխող շատ քիչ կա, տարբեր Պատմասկովիայում կարող եմ 5 աղբյուր ենթադրենք գտնեք, հա։ Ինչի համար եմ սա ասում։ Տեսեք, այն աղբյուրից բնական ջուրը գալիս է կյանքի։ Ասում է ինձ կյանքի աղբյուրը թողած ձեր համար ծակ-ծակ փոսեր եք փորում։ Ծակ-ծակ փոսը գիտես ինչ նայ որ գյոլը այդ չի կարա այդ ջուրը պահի։ Ինչ որ ջուր է գալիս հողի հետ խառնված ցեխա ջուր, շատ անձրևից էլ մի քիչ ջուր խառնվի հետը ու չի էլ մնում։ Ասում է ինձ կյանքի աղբյուրին թողած գնացել եք անօգուտ աղաղակներ եք անում, երբ որ խնդիր է գալիս։ Ուրիշ տարբերակ մի մանարի, արի իմ մոտ։ Գիտես երկնքում մեկը ունենք, որ միշտ պատրաստ է մեզ լսի։ Ուղղակի իրան հետաքրքիր է, կարողանում ենք նեղության մեջ էլ, ոնց որ լիության մեջ է, ոնց որ ուրախության մեջ է, կարողանում ենք նեղության մեջ էլ գալ իր առաջ, առանց ինչ որ ավել բաներ խոսալու, պրոստը գալ իր առաջ, գալ ու գոռալ իր առաջ։ Այդ գոռալը կարա գիտես ոնց լինի, կարա ձենը դուրս չգա, բայց ներսդ գոռա։ Այն որ գայս ասում ես էլ չեմ դիմանում, մի բան արա տեր, որ ներսդ գոռա։ Անօգուտ աղաղակ։ Հաջորդի անունը դրել եմ դժգոհության աղաղակ։ Երբ որ իրավիճակը գալիս ու դու դժգոհության աղաղակ ես բարձրացնում։ Այսա կործանի չա մի քիչ։ Երբ որ մենք իրավիճակներում գալիս ենք, նայում ենք երկինք ու սկսում ենք դժգոհել։ Թվոց 19:24, տեսեք ինչ է ասում Աստված։ Մինչև երբ այս չար ժողովրդին համբերեմ, որ իմ դեմ տրտնջում են, ես լսեցրի Իսրայելի որդկանց տրտունջը, որ իմ դեմ տրտնջում են։ Հետաքրքիր բան է ասում։ Ասում է ես լսեցի։ Աստված ուշադիր լսում է նեղության ժամանակ։ Դու ինչ աղաղակ ես բարձրացնում, դժգոհության թե օգնության։ Դժգոհություն, ինչ ասում։ Հա, չէ, տրտնջում է։ Չէ։ Երկնքից հույս չունենաս։ Աստված տրտնջին չի պատասխանում։ Ինքը լսում է, տեսնի, երբ որ քո իրավիճակները լավ չեն, երբ որ 2 ամիսա գործ չունես, տան վարձ են ուզում, երբ որ ընտանիքումդ խնդիր կա, երբ որ երեխեքդ քեզ չեն հասկանում, ինչ աղաղակ ես բարձրացնում։ Չեմ հասկանում, դժվար է քո համար ես հարցը լուծես։ Բրծավ։ Արդեն դժվար է։ Ինչ աղաղակ ենք մենք բարձրացնում։ Ասում եմ, մինչև ես պես չար ժողովրդին համբերեմ, որ իմ դեմ տրտնջում են։ Հոբ 19:7 ասում է, ահա աղաղակում եմ զրկանք եւ պատասխան չեմ ստանում։ Բողոքում եմ, բայց իրավունք չկա։ Բողոքում եմ, բայց իրավունք չկա։ Գիտես, բողոքումա ոչ թե ինչ որ երկրի վրա գտնվող ինչ որ մեկից, այլ երկնքում նստողից։ Բողոքումա էս ինչ այն վիճակը։ Ոնց ենք մենք վերաբերվում, երբ խնդիր է գալ։ Եթե աղաղակած բողոք է, դա շատ վատ է։ Այսքան պիտի սպասեմ, երբ ես ամուսին տալու, երբ ես ցեխից հանելու, երբ ես իրավիճակը շտկելու։ Աստված մեր տեղը ոչ մի բան չի անի, եթե չխնդրենք։ Մենք գիտես մեկ ինչ ենք, մենք մտածում ենք, թե հենց մտածում ես, թե Աստված քեզ 0.00001% պարտական է, այդ է դու կոտրվեցիր, կործանվեցիր։ Աստված քեզ ոչ մի բան պարտական չի։ Երբեք բողոքով, դժգոհությունով Տիրոջը մի մոտեցի, սիրելիս։ Ուզում ես իրավիճակներդ փոխվի, ուզում ես Աստված միջամտի, ճիշտ աղաղակ բարձրացրու երկինք։ Աստված հասնող Աստված է։ Ճիշտ աղաղակ բարձրացրու երկինք։ Աստված լսում է։ Նստած լսում է, այս իրավիճակի մեջ ոնց պահեց իմ երեխեն ինձ։ Էլի եմ ասում, ինքը կարա հատուկ քո կյանքում թույլ տա իրավիճակներ։ Ձեռները քաշի, թողի իրավիճակները գան, սկսեն քեզ խեղդել։ Ինչի, որովհետև քեզ չի սիրում, չէ, որովհետև ուզում է տեսնի քո սիրտը ինչքանով է իր հետ։
Ուզում եմ մենք հրեշտակների մոտ ասի, դեն մեկ իշ լավ երեխա ունեմ, դեն մեկ աղջկաս։ Հրնայք։ Այք, պատմություն ունենք, չէ՞։ Հենց Հոբի գրքի մեջ ոնց Աստված բանանում։ Լոպազանում է, հա, սենց ասենք։ Քաղցր ձևի ասած լոպազանում է Հոբով։ Ասում են տենում է, ինչ վիճակա։ Տենում է, ինչ տղա է։ Աստված էլա չէ ուզում ուրախանա։ Այդ ոնց է հենց երեխեքն ընդունումա ինստիտուտ միամիտ ձեռի հետ խոսակցության մեջ բոլորին պատմում ես։ Միամիտ, չէ, հո չէի գլուխ կողմ, պրոստը ձեռի հետ հիշացրեցի։ Գործերը հենց մի հատ բանը, լավ գործերը լավացելա, ձեռի հետ սենց ասում ես։ Դե երեխես մի շաբաթով մի քիչ հոգնել էին, տենց պրոստը հիմա ստեղ չի էլի, զանգեցի, մոռացել էի, որ գնացելա, չգիտեմ, Տանզանիա հանգստանալու, սենց էլի, սենց։ Ձեռի հետ ասում ես։ Սիրում ենք, չէ՞ մենք գլուխ կովալ։ Չէ, ասենք կամ ասենք ինչ որ մի նոր բան կա, ասենք ձեռքիդ նոր մատանի կա։ Չգիտես խի հասկացում ես քիթդ մաքրել։ Հա որ տեսեք էլի, թազա բանը, մի հատ ասեք որ լավն է, ճաշակս լավն է։ Ինչ եք մտածում որ Աստված չի ուզում մեզանով ուրախանա։ Դրա համար մեկ իրավիճակները թույլ տալիս ու սպասում է որ դու ճիշտ աղաղակ կբարձրացնես այդտեղ։ Ոչ թե կտխրես, ոչ թե իր վրա ինչ որ տեսակ բողոք կներկայացնես, այլ ճիշտ աղաղակ կբարձրացնես։ Տեսեք ինչ ասում Ովսեի 7:14-ում ասում է. նրանք չաղաղակեցին իմ դեմ իրանց սրտով, երբ որ ողբում էին իրանց անկողինների վրա, նրանք ցորենի եւ գինի համար խռնվում են, խոտորում են իմ դեմ։ Գիտես ինչ է նշանակում։ Ասում է փոխանակ սրտով ինձ աղաղակեին, ցորենի ու գինու կռիվ են անում հետս։ Հաց տուր, ես ինչը հաց չկա, խմելու բան չկա, ուտելու բան չկա։ Աստված ուրիշ բան է մեզանից սպասում, մենք ուրիշ բան ենք անում։ Շատ հաճախ։ Շատ հաճախ։ Երբ որ մի բան մեր սրտով չի լինում։ Այդտեղ է սկսում քրիստոնեությունը։ Երբ որ ինչ որ մի բան քո սրտով չի, քրիստոնեությունը սկսում է ոնց քեզ կպահես։ Ինչ կանես։ Այդտեղից սկսում է ամեն ինչ։ Այդտեղից սկսվում է քո օրհնությունները։ Ոնց քեզ կպահես, ըստ դրա էլ, գիտեք ոնց է, խնդիրը գալիս է, հիշի, հենց քո կյանքում խնդիրը գալիս։ Հենց քո կյանքում խնդիրը գալիս է, ինչքան ուզում է մեծ լինի։ Ինչքան մեծ այնքան իմացի երկնքից հրեշտակը օրհնությունով սկսում է ավելի մեծ իշնել։ Իշնել սпасել, կհաղթարես, որ օրհնությունը ստանաս, թե չէ։ Ոնց կգնաս խնդրիդ մեջ, ինչ աղոտ կբարձրացնես, շուրթերդ ինչ կխոսան։ Ոնց կնայես իրավիճակին։ Մենք մտածում ենք, գիտես, եթե մի անգամ ասենք Քիսուս ջան, դու ես իմ Տերը, բրծավ, էլի ինչ անենք, ամեն ինչ Աստծուն հավատացողին ամեն ինչ բարին է։ Մրթմրթամել բարին է, չաղոթեմել բարի է, նեղանամել Աստծուց բարի է, չէ, սիրելիս։ Այո, դե դու փորձվում ես, ոնց քեզ կպայես, երբ որ իրավիճակները այնքան էլ լավ չեն քո կյանքում։ Երբ որ խնդիրներ են եկել։ Ինչ ես դու անում։ Այդտեղից է սկսում մեր օրհնություններն էլ, մեր հրաշքներն էլ։ Մունաթի աղաղակը ոչ միտեղ չի հասցնի մեզ սիրելիս։ Երբ որ սկսում ենք Աստծուն տրտնջալ։ Բախի, բայց ես դրան էի արժանի։ 7 տարի է քեզ ծառայում եմ։ Ես դրան էի արժանի։ Ես ինչ օրենք գա։ Բայց հենց 7 տարի է ծառայում ես։ Օրհնության ժամանակը տեկել էր, դրա համար էլ Աստված թույլ տվեց այդ ամեն ինչը քո կյանքում, որ հաղթես, որ օրհնության կնիքը խփի, ասի, տեսակ ես 7 տարի ծառայությունն ես, վերջնական հաղթանակը։ Պատրաստ է երեխեն։ Ոնց է մարդուն 5 տարի ինչ որ մարզանքների մեջով անցկացնում են, վերջում ասում են քննությանը տորը եկավ։ Տեսնենք անցնում ես, հաղթահարում ես, թե չէ։ Այդ նույն իրավիճակն է։ Աստված մեկ թույլ է տալի դժվարությունները։ Նայելով թե սիրտդ ինչ կանի այդ րոպեին։ Ինչ կանի սիրտդ։ Հեշտ է քաղցր անուշ խոսալ, երբ որ ամեն ինչ լավ է։ Երբ որ իրավիճակը վատանում է, ո՞նց ես քեզ պահում։ Կա ուրիշ տեսակ աղաղակ, ես անունը դրել եմ կասկածանքի աղաղակ, երկմտանքի կասկածանքի աղաղակ, երբ որ Հակոբոսը մի հատ լավ խոսք ունի, ասում է մոտեցի Աստծուն կմոտենա քեզ, բայց որ մոտենում ես, ասում է քո սիրտը մաքրի ամեն երկմտանքից։ Այդ դիրքով արի Աստծու մոտ։ Ոչ թե ամեն ինչ փորձել ես այդ իրավիճակի համար, բոլորին զանգեցիր մերժեցին,
իմիջայլոց իրանք մերժող չէին, Աստված հատուկ իրանք սրտերը կարծրացրեց, որ մերժեն այդ ֆինանսների համար։ Հատուկ դու ես զարմանում, գիտեիր, որ ով մերժի, Արայիկը չի մերժելու։ Արայիկը հաստատ պիտի տա։ Ու հենց Արայիկը նենց բան ասում, զարմանում ես, որտեվ Աստված հատուկ սիրտը կարծացրել է։ Դե նա էլ ինչ կանես։ Արայիկն էլ մերժեց, բանկն է խեղդում արդեն, ու հիմա գիտես ինչա գալիս, այն սենց դեմքդ մազերդ գզգզում ես սենց մի քիչ, հոգևոր տեսք ես ընդունում ու մտնում ես սենյակ։ Մտնում ես սենց ծիպը ես արդեն բանում եմ էլի, ինչ են աս։ Հոգևոր վիճակս ապահովում տեսնեմ, կարող է հանկարծ մի երկու հատ սրտաճմլիկ նախադասություն ասեմ, գոնե երկնքում կարող է լսեն։ Սենց գզգզված մազերով, դե դու գիտես իմ վիճակը էլի։ Ես սկզբից էր պետք։ Սկզբից է պետք, հա? Հենց սկզբից, երբ որ խնդիրը եկել էր։ Երկինք կուղարկեիր, Արայիկդ, ոչ թե քեզ կմերժեր, առանց քո զանգելու, ճիշտ աղաղան կբարձրացներ, ինքը կզանգեր քեզ, կասեր լսել եմ նեղությունների մեջ ես, առես գումարը, տար փակի, կլնի կտաշ չիրնի չես տա հետ։ Զգում ես տարբերությունը, հա? Փառք Տիրոջը, այնքան կարևոր է ինչ աղաղակ ես դու բարձրացնում, հա? Այդտեղ երկնքում լսող կա, թե չէ, չեք տենում ինչ այ մոտ, չէ, չեն տենում։ Եթե ձև ես դիմելու չեն տեսնում։ Տեսնող չկա, տենց դիմողներին։ Գիտես ինչին են պատասխանում երկնքում, ես դրանով դրել եմ ապավինության աղաղակ։ Մի հատ պատմություն կա, հրեաները պատերազմի մեջ էին, մի քանի ազգ իրանց դեմ էր դուս եկե, դա գրած է առաջի մնացորդած 5:19-ում։ Գրած է եւ նրանք պատերազմ արեցին հագարացիների, ետուրացիների, նափեսացիների եւ նոդաբացիների հետ։ Ինատ ունենց անուններ գրած, որ հազիվ կարդաս։ Մի քանի ազգ դուս եկե իրանց դեմ։ Տեսեք խնդիրը, չէ՞։ Լուրջ պատերազմ է։ Բայց գիտեք ինչա տեղի ունենում։ Գրած է եւ նրանց հաղթեցին հրեաները։ Եվ հագարացիները եւ բոլոր նրանց հետ եղողները նրանց ձեռքը տրվեցին։ Հետաքրքիր է, մի քանի ազգ դուրս է եկել հրեաների դեմ պատերազմի, գրած է իրանք հաղթեցին հրեաները։ Ինչ կարծիք ես, խի հաղթեցին։ Ո՞րն էր պատճառը։ Ուժեղ էին, հմուտ էին, լավ զինված էին, կալաշնիկներով էին կռվում, հա, այն վաղտ։ Երկու հատ էլ տանկ ունեին։ Չես սիրես, պատճառը գիտես որն է հրեաների հաղթանակի, երբ որ խնդիրը եկավ, գրած է եւ նրանց հաղթեցին, որովհետեւ նրանք պատերազմի մեջ Աստծուն աղաղակեցին։ Աստծուն աղաղակեցին ու Աստված լսեց։ Ու ինչի լսեց, որովհետեւ երևի լավ ձայն ունեին, հա։ Այնց զրնգուն ձայնով աղաղակեցին, լսեց Աստված։ Չէ, այնտեղ կարևոր բառ է գրած է, որովհետեւ նրանք պատերազմի մեջ Աստծուն աղաղակեցին եւ նրանց աղոթքը լսեց, որ նրան էին ապավինել։ Տեսեք, հաղթանակի աղաղակը քո կյանքում։ Գիտես որտեղ է, երբ որ խնդրի մեջ Աստծուն ես ապավինում ու աղաղակը Տիրան ես բարձրացնում։ Ոչ թե բողոքի աղաղակ, այլ օգնության աղաղակ։ Տեր Աստված հասի։ Գրածա նրանք հաղթեցին, որովհետև Աստծուն էին ապավինել։ Ահա հաղթանակի պատճառը։ Ապավինության աղաղակ էր բարձրացել երկինք, ու Տերը լսեց նրանց աղաղակը։ Եթե ուզում ես քո կյանքում իրավիճակները ճիշտ լուծում ստանան, ինչի մեջով ուզում անցնես, միանգամից օգնության աղաղակ ուղարկի երկինք։ Օգնության աղաղակ ուղարկի։ Ուղարկի մի հատ խնդրանք, երբեք չտրտնջաս Աստծո առաջ, երբեք մունատ մի արի, երբեք մի ասա խիսրան էի արժանի։ Եթե եկել է ինչ-որ իրավիճակ քո կյանքում, միգուցե հենց դրան էլ արժանի էր։ Միգուցե դու ինչ-որ բան սխալ էիր անում, չէիր նկատում, որ դու վատ ես գնում։ Ես ում հետ խոսում եմ, գիտեք ինչն է հետաքրքիր։ Ով հետդ գալիս է խորհրդակցության, խոսալու, խորհրդի, իրավիճակ պատմելու, չէ, հրեշտակ է։ Ես լուրջ եմ ասում, եթե բոլոր իմ հետ հանդիպած մարդկանց ես լսեի ու հավատա իրանց ասածին, գիտեք, իրանք հրեշտակ են, Աստված երկնքում քնած է, իրանց հետ հարց ունեցողներն են, սա սատանա են։
Այս իրավիճակն է, որ շատ հաճախ մարդը չի էլ նկատում, իրան թվում է թե ինքը իսկականից հրեշտակ է։ Ասում ես ոտը տրորել ես, չէ՞ մարդու։ Հաբես ներողություն եմ ասել, չէ՞։ Լավ, ես կհասկանա, եթե ոտը տրորել ես, ներողություն ես ասել, բայց 5 անգամ նույն կաբլուկով գնացել իր ոտը տրորել ես, էսի արդեն պատահական չի։ Բայց չէ՞ որ ներողություն եմ ասել, չէ՞։ Գիտես մարդը իր արարքները, մի հատ ես աֆորիզմ ունեմ, աշխարհի ամենամեծ չարիքը սեփական չար արարքները չնկատելն է։ Երբ որ դու չես նկատում, որ դու չար բաներ ես անում։ Չես նկատում, ինչ եմ արել որ։ Քեզ թվում է քո արածը այսքան է։ Դիմացինիդ այսքան արածը այսքան է երևում, քո այսքան արածը այսքան է երևում քո աչքին։ Ինչ եմ, իմ արածը ինչ էր որ։ Երկու անգամ վատ բառ եմ ասել իրան։ Եմ երկու անգամ խաբել եմ։ Հիմա ինչ ասում եմ, չի հավատում, լավ է անում։ Ինձ մարդը մի անգամ խաբեց, եթե մի ամիտ է խաբել, կարամ հասկանամ։ 2-3 արդեն ինչ ասում եմ, մենակ ժպտում եմ։ Չեմ հավատում։ Այսինքն ես հավատացել եմ, ինչ ասում են, հավատում եմ, որտեվ հավատացել եմ, բայց իր ասածով չեմ շարժվում։ Լավ։ Չեմ ընդունում որպես ճշմարտություն ու դրանով շարժվեմ առաջ։ Չեմ մեղադրում մարդուն, որովհետև իրավունք չունեմ դատեմ, որտեվ փաստ չունեմ, որ իմա սուտ ասում, բայց իր ասածը իմ մոտ էլ արժեք չունի։ Իր ասածով ես չեմ շարժվում, որտեվ եթե մարդը 2 անգամ խաբել է, 3-րդը կարա խաբի։ Բայց մարդը չի նկատում, որ ինքը սուտ է ասում։ Այն չեմ արել, որ հա դե մի թեթև շեղվեցի ճշմարտությունից։ Այս վերջերս այ չեմ հիշում ինչ պատմություն էր։ Ինձ մի բան ասեցին, ասի չէ, սենց ա եղել։ Հասարակ ինչ որ բան կյանքի իրավիճակ էր։ Ոչ վատ, ոչ լավ։ Հետո բայց տեսա որ նենց ա եղել, ոնց որ ինքն էր ասում։ Խառնվել եմ իրար, չեմ հիշում ով էր։ Իրավիճակը հիշում եմ, հիմա իրավիճակն չեմ հիշում։ Հիշում եմ ինչն է սխալ։ Չգիտեի ոնց այդ մարդուն գտնեմ, այն ում եմ ասել, ես որ իրան զանգեմ ասեմ, լսի, ես սխալվել եմ։ Այս հենց ա եղել, ոնց որ դու էիր ասում։ Լավ չեմ հիշել։ Գիտես, նեղվել էի մեջ, երբ որ հասկացա, որ չիմանալով ես սուտ եմ դուրս գալիս ասել։ Չիմանալով, ուղղակի ոնց ասենք, հարցնում են, ասում են, չգիտեմ, ժամը քանիսն, ասում ես 7-ը։ Մեկի նայում ես, դու ես 5-ն է, 7-ը չի։ Չգիտես խի մտածում էր, որ 17-ն է, ուրեմն 7-ն է։ Այսինքն լինում է դեպքեր, երբ որ դու չիմանալով։ Բայց եթե մարդը պրոֆեսիոնալ սուտասան է, ինչի՞ պետք է իրան հավատաս։ Ամենավատը գիտես որ ինքը չի զգում։ Ու շատ հաճախ դու կարաս սխալ քայլերի մեջ լինես, չզգաս։ Իրավիճակ գա քո վրա, ու դու զարմանաս խի ա եկել։ Բայց սրան է արժանի։ Հələ մի հատ իմ կյանքին նայեք։ Մի անգամ մի կնոջ հետ էի խոսում, շատ վաղուց էր։ Ինձ բողոքում էր Աստծուց, թե ինչի իմ 25 տարեկան տղան ոսկի տղան ընկավ մեքենայի տակ մահացավ։ Ինքը շատ մեծ կին էր, տատիկ էր արդեն։ Ինչի ասում էր, ախր հրաշք էր, ես սաղ կյանքս բարի մարդ եմ եղել։ Նայում ես տարիքով կինա, սքի մեջ, ցավի մեջ։ Դեմքից երևում է, որ ինքը տենց այն կան չէ կեղտոտ մարդիկ, որ տենց դեմքից երևում է կամ ուզում է քեզ խափի, զգում ես այն դևը վրան տենց դեմքից թափում է ուղղակի էլի։ Այս կնկա դեմքին նայում եմ, շատ նորմալ կին, այն ժամանակ երևի մի արդեն 70 տարեկան էր։ Ոնց որ թե ամեն ինչ նորմալ է այս կնոջ մոտ։ Ինքը պատմում է երկար, թե այս ինչ անարդար է Աստված իր կյանքում։ Մեկ էլ մի ամիտ հասրեցի, ասացի, բա ինչ եք աշխատել։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց ես կոմունիզմի մեր ամբողջ ռայոնի աթեիզմի քարոզիչն եմ եղել։ Այսինքն մարդը 50 տարի դպրոցից դպրոց, մանկապարտեզից մանկապարտեզ, հիմնարկից հիմնարկ գնացել ու ասել Աստված չկա։ Ու զարմանում է իր կյանքը խիատ են ձևավորվել։ Եթե դու ամբողջ կյանքդ 50 տարի դուրս ես եկել Աստծու դեմ, դու մարդկանց հավատքից գցում ես, դու ամեն ինչով ապացուցում ես, որ Աստված չկա, մենք կոմունիզմ ենք կառուցում։ Տեսեք, մարդը չի կարա պատկերացնի, որ ինքը վատ բան կարարած լինի։ Մենք էլ մեր կյանքում կարանք վատ բաներ անենք, չպատկերացնենք, կարանք լավ էլ պատկերացնենք։ Ուղղակի տենց է մեզ, այն որ հայերեն ասում են ձեռ տալիս։ Գիտես լավ չի, բայց դե պետք է։
Բա ոնց աշխատեմ։ Բա ոնց գումար աշխատեմ։ Այդ պատմությունը ուզում պատմեի, մի քիչ հումորի կա, բայց լավ չեմ պատմի։ Կարող է ստեղա մեր եղբայրը։ Ես զարմանում եմ մարդկանց ֆանտազիայի վրա։ Իրականում զարմանում եմ, հա։ Ես էլ եմ որ ասում միամիտ ինչ ասում են խեղճովիվ։ Սա աղին հավատա։ Հասավ նրան, որ Հիսուսը երկնքից իջավ իրան ասեց, այդ ինչ ես անում։ Բայց մեկ-մեկ արանք մենք չնկատենք ու իրավիճակ գա, ու այդտեղ մենք փորձվում ենք, մենք մեզ ոնց կպահենք, ոնց կաղաղակենք, ինչ կանենք, այդտեղ է սկսվում քրիստոնեությունը, հավատքը տե է սկսվում, որովհետև հավատքը ասում է, որ փորձվեք, ընտիր գտնվեք, այդ փորձության մեջ երբ որ ընտիր ես գտնվում, գիտես, կյանքի ընթացքում են պսակներ կա, որ դնում են գլխիդ, կամ ասենք դափրիներ են դնում, հա, վզից այդ գցում են սենց վրա ամբողջը, բայց հենց այնեն չեն տալի, չէ, տեսել եք սպորտսմենները ընթացք են անցնում, հաղթում են, դափրին ստանում են, բայց տեսել եք մի հատ սպորտսմեն, որ այդ դափրին ստացել է, գցած է վրան, սենց, հա, արդեն 30 տարի է այդ դափրին չի հանում, արդեն պապի է դարել, չորացե կպել է այդ ճյուղերը սենց իրա վրա, ինքը մեկա տենց լողանում, տենց քնում, չէ, գիտես ինչ, այս հաղթանակը եղավ, դափրին ստացար, փառք Աստծուն, դափրին մի երկու օրից հանեցիր վրից հետ, անցար գիտես ինչին, անցար հաջորդ դափրին ստանալուն։ Դրա համար կյանքը սենց է, պիտի փորձվես, ընտիր գտնվես, որ օրհնությունդ ստանաս։ Եկավ իրավիճակները, նեղությունները, էլի փորձվեցիր, էլի ընտիր գտնվեցիր, էլի օրհնությունդ ստացար։ Հա, այս process-ը, մինչև որ ասել ասողին վերջնական հաղթանակի պսակը կստանաս, կգնաս երկինք։ Այն վերջի պսակը մի անգամ է տալու Տերը, հա։ Փառք Աստծուն, բայց կյանքում հա գալիս է իրավիճակներ ու քեզանից է կախված կստանաս թե չէ։ Ասма հաղթեցին, որովհետև իրանց Աստծուն էին ապավինել ու իրանք ապավինության աղաղակ բարձրացրեցին։ Եկել է թշնամին, իրանք չեն ասում Տեր Աստված հասի, չես տենում ես ինչա կատարվում, չհասկացանք մի բան պետք է արվի, ում գնից գնանք փող ուզենք, ումից գնանք նայումնիկներ վարձենք, բերենք, որ ես հարցը լուծի, չի ասма նրանք իրանց Աստծուն էին ապավինել, այդ աղաղակը բարձրացրեցին, ասին Տեր Աստված, մենակ դու կարաս ես հարցին լուծում տաս, լուծում տուր, Աստվածը շուշացավ, հա։ Ելիցում գրածա, որ երբ որ հրեաները խնդրի մեջ էին, ելից երկրորդ գլխում, գրածա հառաչեցին եւ աղաղակեցին։ Եվ նրանց աղաղակը, գիտես ինչ է գրած, գած Աստծու մոտ բարձացավ։ Տեսեք, ճիշտ աղաղակը տեղ է հասնում։ Աստծու մոտ է բարձանում։ Եթե տեղ հասավ, գիտեք, եթե բանը չինովնիկները չեն, նամուկլատուրա են ասում, ինչ են ասում, այդ բյուրոկրատիա են ասում, են որ դիմումդ ուղարկում ես 70 ինստանցիա պիտի անցնի, մինչև լուծում ստանա։ 5 տարի անցնում է մարդը արդեն մեռել է, նոր լուծումը գալիս է այդ մարդու խնդրի։ Չէ, այնտեղ հենց բարձացավ Աստծու մոտ, արդեն Աստված լսում պատասխանում է։ Գրածա իրանց աղաղակը բարձացավ Աստծու մոտ, Աստծու ականջին հասավ։ Սաղմոս 3:4-ը, տեսեք ինչ ասում, իմ ձայնով աղաղակում եմ դեպի Տերը եւ նա պատասխանում է ինձ իր սուրբ սարից։ Իմ ձայնով աղաղակում եմ, ոչ թե մամ գնա մի հատ տես ինչ ես անում, վաղը քննության եմ։ Հա շատ երիտասարդներ սիրում են աղոթող մամաներին դնեն տուպիկի մեջ։ Իմ ձայնով, հա, ես, այ կնիկ վաղը լավ գործարք ունեմ, մի հատ կգնա աղոթի։ Չէ, սիրելիս, իմ ձայնով ասում աղաղակ բարձրացրեցի։ Եվ Տերը լսեց ինձ, որովհետև Աստված ճիշտ աղաղակին, իրան ապավինելու աղաղակին լսում ու պատասխանում է։ Երբ որ քո աղաղակը իր հետ է կապված, հենց իրանից ես սպասում։ Ոչ թե տրտում ես, ոչ թե բողոքում ես, ոչ թե, չգիտեմ, ձեռի հետ ուղակի բան ես անում, երբ որ իրավիճակ գալի, ասում ես Տեր Աստված, այս հարցին մենակ դու կարաս լուծում տաս։ Ու կապ չունի թե դու ով ես, ես մի հատ տեղ եմ ուզում կարդամ,
Տեսեք ինչ ասում Դանիելի մեջ 9:18-ում, ասում է ականջ դիր, ով իմ Աստված, եւ լսի, բաց աշկերտ եւ տես մեր ավերակները եւ այն քաղաքը, որի վրա կոչված է քո անունը, որովհետեւ ոչ թե, նայեք ինչքան կարեւոր բան ասում, ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում, մենք աղոթելով քո առաջ, այլ քո շատ ողորմությունների համար։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա եկել է մեկը, ոչ թե ինքնավստահ, ինքնասիրահարված մեկն ասում է, ես արժանի եմ, որ դու ինձ լսես, չէ, ասում է, անգամ եթե ես արժանի չեմ, մի բան գիտեմ, դու ողորմած Աստված ես, լսի խնդրում եմ։ Անգամ եթե ես արժանի չեմ, միգուցե չգիտեմ, հələ հարցեր ունես կյանքում չլուծված ու սատանան գալի ասում է, դե վերևը քեզ լսող չկա։ Ինչ ես խոսում։ Հələ սիգարետը չես թողել։ Ես դեմ եմ ծխելուն ընդհանրապես, բայց դա չի նշանակում, եթե դու հələ դեռ չես կարացել դա հաղթես, ֆինանսների համար աղաղակում ես, Աստված չի լսում, ասում է, մինչև սիգարետը չթողես ոչ մի կոպեկ։ Հա? Տենց չի սիրելիս։ Ես դեմ եմ ծխախոտին, մի օր շուտ թողի։ Մի օր շուտ որոշում կայացրու այդ ստրկությունից դուրս գաս, որովհետև Աստված սիրում է ազատ մարդիկ։ Աստված սիրում է իր ժողովրդին ազատ տեսնի։ Ցանկացած կախվածություն կապ չունի սիգարետա, ալկոհոլա, ինչ ուզում ա լինի, եթե մի բան անում ես, չես կարող չանես, դու բռնված ես։ Դու շղթաներով կապված ես։ Անկամ եթե եղուներդ ես կրծում, կապ չունի։ Դա բռնվածություն է։ Աստված ուզում է դու ազատ լինես։ Ազատ լինես, ազատ իր առաջ ապրես։ Որովհետև Աստված պատկերացնում ես երկրի նախագահ երեխան այդ շղթաներով գա իր մոտ։ Երկրի նախագահն է։ Ասում այ բալա, սա երկիրը քոնն է, այդ շղթաները խես կապե։ Պապ դե սենց հարմար է, էլի ինձ ընկճված եմ զգում։ Ես քեզ ուզում եմ ազատության մեջ, որ օգտվես ես ամեն բարեքից։ Չէ, սիգարետը նես լավ փաթաթվել է, ինձ չեմ կարող առանց իրա։ Հենց նեղվում եմ, վազում եմ իր մոտ։ Բռնել է սատանան։ Բայց սիրելիս էլի եմ ասում է ոչ թե մեր շատ արդարության համար Դանիելը, այլ քո ողորմած լինելու համար։ Աստված պատրաստ է քեզ քո իրավիճակից հանի, եթե ճիշտ աղաղակ ես անում։ Ես այս ամեն ինչը բերում եմ, որ տանեմ քեզ աղաղակելուն Տիրոջ առաջ, որ դու ճիշտ աղաղակ կար բարձրացնես երկինք։ Դու իրավիճակների մեջ սիրելիս երբեք ոչ մի ուրիշ աղաղակի չնայես։ Հանգարտ չփորձես մունատ գաս, չփորձես ինչ որ բաներ փնտրել, ճիշտ աղաղակ քանի սրտից, այն որ սիրտը տա գոռում։ Սրտի գոռածը կարող է շուրթերը չլսենել, բայց որ սիրտը գոռում է, Աստված տեսնում է։ Աստված լսում է, որ այս սիրտը ինձ է ապավինել։ Ես իրան կարամ հենց հիմա օգնեմ։ Երկրորդ Թագավորաց 22:7-ում ասում է. Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի եւ նա լսեց իր տաճարից իմ ձայնը եւ իմ աղաղակը նրա ականջին հասավ։ Հələ մի հատ պատկերացրեք ինչ համեմատություն է անում, ասում է իմ նեղության մեջ Աստծուն կանչեցի, գիտես ոնց կանչեցի։ Հիմա այդ տեղերը ես կարդամ։ Նա լսեց իր տաճարի մեջից իմ ձայնը։ Պատկերացնում եք, ստեղ կանգնած աղաղակ է բարձրացնում։ Ոչ թե Աստված իջավ կողքը կանգնեց լսեց, երկնքում տաճարում այդ աղաղակը տեղ հասավ։ Հատուկ շեշտում ասում է, իր տաճարի մեջից ձենես լսեց։ Դու պատկերացնում ես ինչ բան է դրած, դինամիկներ է դրած քո ձենի վրա, ինչ բարձր դինամիկ կալոնկաներ է դրած, որ ձենը հասցնեն Տիրոջը։ Հələ պատկերացրու, ասում է իմ նեղության մեջ կանգնած եմ, ստե բայց նեղությանս մեջ ճիշտ աղաղակ եմ սրտով անում, այնտեղ ասում է իր տաճարի մեջից լսեց իմ ձենը։ Պատկերացնում ես, սաղ են, ոնց ասեմ, ժամանակի, տարածության, սաղ սիստեմները վերանում են, երբ որ ճիշտ աղաղակ ես անում։ Դու ստեղ աղաղակում ես, ընդ տաճարի մեջ Տերը լսում է։ Հատուկ շեշտը չի ասում Աստված եկավ մոտս լսեց, Աստված ամենուր է, որտեղ էլ ձեն տայ կլսեր։ Հատուկ բան է շեշտած։ Իմ նեղության մեջ կանչեցի, ասում է իր տաճարի մեջ լսեց։ Երբ որ ճիշտ աղաղակ ես անում, Տերը լսում է սիրելիս։ Տերը լսում է ու ոչ միայն լսում է,
ասма Տերը լսեց ու պատասխանեց։ Ամեն։ Երբ որ Աստծուն հասնում է քո աղաղակը, պատասխանը չի ուշանում։ Փառք Տիրոջը, ես խնդրելու եմ, եթե ցանկություն կա, ոտքի կանգնես։ Մենք այսօր հաղորդություն էլ ունենք, սիրելիս, ասեմ քեզ, բայց ես ուզում եմ, գիտես, այս պատահական ուղակի չեմ խոսում, ուզում եմ նենց անեմ, որ դու ոչ թե ինչ-որ բան եմ ասում, եկեք հիմա աղոթենք, ուզում եմ ամբողջ շաբաթը վերցնես քո համար ոնց որ աղաղակելու շաբաթ։ Աղաղակելու շաբաթ։ Ու երբ որ ես ասում եմ, գիտես ինչ կա, օրինակի համար, եկեք ամբողջ շաբաթը վերցնենք, ես ինչ բան անենք, դա չի նշանակում, որ դե մի բան պետք է ասեմ, էդ եմ ասում։ Դա հրճակում է, երբ որ հրճակվում է դա, երբ որ դու դա վերցնում անում ես, երկինքը տեսնում է։ Դրանով գիտես ինչ, երբ որ ես քեզ ասում եմ գնա մի շաբաթ օրինակի համար, գնա մի շաբաթ մարդկանց օրհնի, լավ բառեր ասա։ Դա չի նշանակում, որ ես, չգիտեմ, սենց վերջում ինչ մի քաղցր բան ասեմ, որ սենց մարդկանց դուրը գա։ Չէ, այդ գիտես ինչ է նշանակում, այդ նշանակում է ես ինչ որ ձև փորձում եմ քեզ այդ մի շաբաթը մցնեմ քեզ Աստծո ունեցած քո համար ծրագրերի մեջ, որ ինչ որ ձևով դու շարժվես այդ ծրագրերի մեջ, որ Աստված տենա, որ դու շարժվում ես, գնում ես, որ երբ որ դու շարժվում ես, Աստված քո հետ է շարժվում։ Երբ որ դու մի քայլ ես անում, ոչ թե այս օրենս լավ էր, այս 2 ժամ եկանք եկեղեցի, մի հատ էլ վերջում աղոտ կարեցինք, փառք Աստծուն, всё, շաբաթվա դոզան վերցրել եմ։ Մենք նարկոման չենք, որ դոզայով ապրենք։ Հա? Մենք դոզայով չենք ապրում։ Մենք Հիսուսի հետ ենք ապրում։ Դրա համար երբ որ ասեմ, որ նա գնա ամբողջ շաբաթը, ենթադրենք այսօր ասեմ, գնա ամբողջ շաբաթը աղաղակի։ Հաղթանակի աղաղակ, ապավինության աղաղակ։ Ինչ խնդիր ուզում ունենաս, գնա այս ամբողջ շաբաթը ասա, օրը գոնե մի անգամ, մի քանի րոպեով, մտի սենյակդ ասա, Տեր Աստված հասի։ Տեր Աստված ելք ցույց տու, լույս ցույց տու, աշխատանք ցույց տու, կնիկ ցույց տու, մարդ ցույց տու։ Տեր Աստված երեխեքիս հարց լուծի։ Տեր Աստված ունեցածս երեխեքի փրկության հարց լուծի։ Գնաս աղաղակես։ Այս ոնց որ քո համար ընթաց կա, որ դու Աստծո հետ մտնում ես քո համար կռվի մեջ։ Աստծո հետ, Աստծո օգնությամբ։ Իրար հետ եք արդեն սկսում քո հարցերով հարցեր լուծելը։ Երբ որ ոչ թե զակազը տալիս ես, դե պատվերն ուղարկեցի երկինք, սպասեմ պատասխանին։ Երբ որ դրսից մի բան ես պատվիրում, ինչ ես անում։ Հիմա լավ հնարավորություն կա, չէ՞, ասма, «Вы можете отслеживать ваш заказ»։ Դու կարաս հետևես քո զակազը, ու ստուգում ես, ըհը, հասելա Յոնջելախ։ Հեսա կգա, երրորդ մասով գալիս է, ըհը, հայրենիք։ Հասավ, հասնում է կենտրոն։ Ստուգում ես, չէ՞ քո պատվերը։ Էս ինչ քաղաքում է, Տամոժնյան անցավ, եկել աստեղ։ Բա էս էլ է պատվեր։ Դա ամեն իրիկուն գնում է աղաղակը բարձրացրու։ Մի հատ տեղ եմ ուզում կարդամ ու կարևոր բան ասեմ։ Հիմա կասես մինչև այդ կարևոր չէր, կարևոր էր։ Ողբ 2:19 վեր կաց աղաղակի գիշերով։ Էսի շատ լավ բան է, լսի ուշադիր քո համար։ Աղաղակի գիշերով, պահերի սկզբում սիրտդ ջրի պես թափի Տիրոջ երեսի առաջ։ Այն որ ասում են սիրտս թափեցի ես ինձ։ Ասում է սիրտդ ջրի պես թափի Տիրոջ առաջ։ Ինչ կա ներսը, աղաղակի սիրտը թափի Տիրոջ առաջ, էսի վերջը չի, շարունակությունը։ Սիրելի ծնողներ, հայ հատկապես ձեզ է վերաբերվում։ Շարունակությունը լսեք։ Սիրտը ջրի պես թափի Տիրոջ երեսի առաջ, դեպի նրան բարձրացրու ձեռքերդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նվաղել են բոլոր փողոցների մեջ, հատկապես այն մարդիկ, ովքեր որ չգիտեն իրանց ոնց երեխուն փրկության բերեն, ոնց անեմ, երեխես էսա անում, էնա անում։ Ես գիտեք ինչքան ուզում եմ բացատրեմ, սիրելիներս հիմա աղոթելու ենք մենակ ձեր համար, ուրիշի համար աղոթք չենք անելու, արի առաջ քո համար ենք աղոթում, հնարավոր չի մի քանի հոգի գոնե չգան մի հատ շորջ չանեն, երեխես նարկոմանակ աղոթես մի հատ, երեխես սենց է, երեխես տնից գնացել է, երեխես մեզ տնից հանել է, ինչ ուզում է լինի մեկը, այդ երեխես վատ բառի հետ կապված արտահայտությունը շատ հաճախ եմ լսում։ Սիրելիներս,
ասում է սիրտը թափի իմ առաջ, դե սաղ շաբաթը քո առաջ ամբողջ շաբաթը, բոլոր մեզ լսողներին էլ է վերաբերվում։ Ասում է սիրտը թափի ջրի պես Տիրոջ առաջ, նրան բարձացու ձեռքերը քո երեխաների հոգիների համար։ Այս շաբաթը հատկապես ծնողներ, ովքեր երեխաների հետ են, ովքեր ունեն երեխաներ, որ սիրտը թափես Տիրոջ առաջ, ամբողջ շաբաթը աղաղակը, ճիշտ աղաղակ բարձրացներ։ Տեր Աստված, իմ հույսը դու ես, երեխուս փրկի, երեխուս այդ ճայճի ցանի, երեխուս սրանից ցանի։ Գիտեք ինչքան երեխաներ են երիտասարդ Մոսկվայում մուսուլման դանում, սկի ծնողները խաբար չեն։ Դասարանի տղա, կուրսի տղա, վերբով կայանում տանում են, սարքում են մուսուլման, տարիներով չեն իմանում։ Տարիներով ծնողները։ Մեկ է տենում են կորավ երեխան ամուսնացել է մուսուլմանի հետ, շարիաթի օրենքներով եւ այլ եւ այլ։ Հենց ստեղ Մոսկվայում եմ ասում։ Այնքան խնդիրներ կան։ Դրա համար այս շաբաթը քեզ լավ շաբաթ է, որ վերցնես սիրտը թափես Տիրոջ առաջ ու հաղթանակի աղաղակ բարձրացնես։ Ասես Տեր Աստված, այս իրավիճակը մենակ դու կարաս շտկես։ Իմ երեխուն մենակ դու կարաս փրկես։ Տարիներ առաջ մի հատ դեպք պատմեմ ու հետո մենք կաղոթենք։ Տարիներ առաջ մենք Աննայի հետ Ամերիկայում հանդիպեցինք մի շատ լավ աստուծառայի, ինքը առաջ ստեղ մեծ սայուզի ղեկավար էր, Ակարայա անունը իրա, Գրաբավենկոյի սայուզի հետ լսեք, առաջինքն էր եպիսկոպոս սայուզի։ Վաղուց էր երևի 18-19 թվին։ Նստած զրուցում էինք իրար հետ, ինքն էր կինը, ես ու Աննան։ 4-ով զրուցում էինք, դու իմ հետ էր, չի ան։ Գիտեք ինչ ասեց։ Մեծ ընտանիք ուներ, ինքը պապիկ է։ Երևի 30-40 թոռ, երեխա ծոր։ Գիտեք ինչ ասեց, ես զարմացել էի։ Ասեց, չեմ հիշում քանի տարի առաջ, բայց մինիմում մի 15-20 տարի էր արդեն։ Ասեց, ես ու կինս որոշում ենք կայացրել։ 2 օր հաց ենք ուտում, մի օր չենք ուտում։ 2 օր հաց ենք ուտում, մի օր չենք ուտում, որպեսզի մեր բոլոր գերդաստանը փրկվի։ Ամեն պատկերացնում եք 15-20 տարի արդեն իրանք 2 օրը մեկ ծոմ են։ Ամբողջ օրը ոչի բան չեն ուտում։ Ես ասացի ու այդ 30-40 հոգի ինձ հետաքրքիր էր։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց մի հոգի է մնացել։ Այդ քանի մեջ մի հոգի է մնացել։ Փառք Տիրոջը։ Դու պատկերացնում ես 30-40 հոգի չեմ հիշում, թիվը ասեց։ Հիշում ես թիվը։ Թիվը ասեց, բայց մեծ թիվ էր։ Ասեց մի հոգի է մնացել։ Ու գիտեք Ամերիկայում նենց չի, որ փրկված ու գնում են առաջ, չէ՞, բոլորը գնացել էին աշխարհ, ամեն մեկը մի ձևով գնացել է աշխարհ, մեկը քիչ, մեկը շատ, բայց մարդուկին որոշում են կայացրել, ձեռներս բարձրացնենք, մեր երեխաների հոգիների համար աղաղակ բարձրացնենք երկինք։ 2 օր հաց ենք ուտում, մի օր չենք ուտում, 2 օր հաց ենք ուտում, մի օր չենք ուտում։ Ու պատուղը տեղում։ Սիրելի ծնող, մի շաբաթ 6 օր աղաղակի 7-րդ օրը նենց բարձր աղաղակի, հիշում եք Հեսուն ինչ ասեց, երբ որ Երիքովը պետք է գրավեին, ասեց 7-րդ անգամը հենց որ պտտվեցին քաղաքի 4 կողմ, ասեց հիմա բարձր աղաղակեք։ Այ մյուս ուրբաթ օրը նենց բարձր աղաղակի, որ այդ սաղ պատերը քանդվեն, որ երեխա զանգի ասի մամ գալիս եմ տուն, ես ինչ ախմախ է ես։ Որ ասի ես ինչ հիմարություն եմ անում, էլ չեմ անի։ Որ ասի կներեք էլի ես ինչ վատ երեխա եմ, ես ոնց էի ձեր հետ խոսում։ Ես կյանքը ես ոնց էր ինձ սովորացրել։ Ես ընդհանրապես ձեզ չէի պատվում, ես ինչ էի դառը ես։ Կախարդությունը գնա պատերը ցվրվեն։ Հաղթանակի աղաղակ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա մենք իրար հետ կաղոթենք։ Հիմիկվանից կանաս աղաղակից ստարտը տաս։ Չդժգոհես, ոչ մի վատ բան, ոչ մի կասկած, ոչ էլ որ արժանի ես դրա համար, մի հիշացրու Աստծուն, դու գիտես ինչեր եմ արել քո համար, թող մի կողմ։ Ուղղակի ասա Տեր Աստված, քո ողորմության համար խնդրում եմ։ Ես հավատում եմ, դու ամենակարող ես, քեզ եմ ապավինում լուծում տուր։ Ինչի մեջով ուզում անցնես, լուծում տուր։ Աղոթենք։ Հալելույա։ Երկնային Արքա, մեծարում ենք քո հզոր, սուրբ, կատարյալ անունը։
Գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու քո տաճարում, քո գահին նստած լսում ես մեր ձայնը Տեր։ Մենք խնդրում ենք Տեր արքա, մենք քեզ ենք ապավինում ու խնդրում ենք երկնային լուծում տաս մեր իրավիճակներին Տեր։ Փրկություն, խաղաղություն, բժշկություն, ազատություն, համերաշխություն, միաբանություն, պատղաբերություն Տեր։ Մենք խնդրում ենք պատասխանի մեր աղաղակներին Տեր։ Մենք գիտենք, որ դու ամենակարող լսող Աստված ես Տեր։ Դրա համար բարձրացնում ենք քո գահի առաջ մեր աղաղակները ու խնդրում ենք, որ լսես ու պատասխանես Տեր, որովհետև մենք քեզ ենք ապավինել։ Ու ասում ենք շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու լսող ու պատասխանող Աստված ես։ Եղիր մեծարված Տեր։ Հալելույա։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Սիրելիս, եթե շենքում ես ապրում ու որոշել ես գնաս ու սկսես գոռալը ամբողջ շաբաթը, մի հատ խնդրանք, բարձ կդնես բերնիդ նոր կգոռաս, որ հարևանները չվախենան, բայց եթե ուզում ես գոռաս, գոռա, ոնց ուզում ես աղաղակի, կարաս անձայն աղաղակես Տիրոջը, կարաս բարձր ձայնով աղաղակես, բայց թող դա լինի ապավինության աղաղակ, ոչ թե ձայնը ցույց տաս, որ նայեք ինչքան բարձր ձայն ունեմ, որ սիրտը Տիրոջը ապավինի, որ դու հաստատ վստահ ես, որ ես ստեղ իմ սենյակում, ոնց որ Հիսուսն էր ասում, մտի սենյակ դուռդ փակի, ծածուկում կաղոթես, ընդեղ հայրդ լսում է։ Այդ վստահությունը ունեցի, որ ես ուրիշի պապային չեմ ասում, ընկերոջս պապան չի, որ խաթրանի, չի իմ պապային եմ, իմ հորն եմ ես հիմա աղաղակում։ Ամեն։ Փառք Աստծուն, Տեր օրհնի քեզ, փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Արի բոլորս ունենանք հաղթանակի աղաղակ մեր կյանքում, ամեն։ Տեր օրհնի քեզ, մենք այսօր հաղորդություն պիտի ընդունենք, բայց մինչև հաղորդությունը ընդունելը մի կարևոր բան կա, որ պիտի անենք։ Ես ուզում եմ մի հարց տալ հիմա, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես ձեռքդ պարզի ողջունենք քեզ, հա։ Տեր օրհնի ձեզ, տեսնում եմ տարբեր տեղեր ձեռքեր։ Ես խնդրելու եմ, եթե առաջի անգամ ես, ուզում ենք պատվենք առաջինը դու հաղորդություն ընդունես, բայց մինչև ընդունելը պետք է միած սկզբից մեր Տեր Հիսուսին ընդունես, որպես քո փրկիչ։ Դրա համար խնդրելու եմ, իջեք ներքև, մի քաշվի, իջեք ներքև, մենք իրար հետ մի աղոթք կանենք, դրանից հետո մենք իրար հետ բոլորս հաղորդություն կընդունենք։ Ովքեր էլ որ առաջի անգամ նայում են մեզ, խնդրելու եմ իմ հետ այս աղոթքը անեք։ Տեր օրհնի բոլորիդ, այսպես շարվեք, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, հրաշք օրհնված լինես, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիներս, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, օրհնված լինեք, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ շատ, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ։ Ես գամ ձեր մոտ ու մենք իրար հետ մի կարճ աղոթք կանենք, լավ։ Աստված մի անգամ էլ թող օրհնի ձեզ, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ, հրաշքս օրհնված լինես, Տեր օրհնի ձեզ, լիքը օրհնված լինես, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, գանձ օրհնված լինես, Տեր օրհնի ձեզ։ Ձեզ էլ շատ օրհնի Աստված։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Գիտեք ինչ եմ կանչել ձեզ առաջ։ Մի հատ կարճ աղոթք կա, որ իրար հետ պիտի անենք։ Ինչ եմ ասում կարճ, որովհետև աղոթքը կարա տևի 2-3 ժամ, կարա տևի 5 ժամ, կարա օրեր տևի, հա, եւ եթե մենք հիմա սկսենք երկար աղոթել, դահլիճը մեզ լավ չի նայի, չէ՞։ Բայց մենք հիմա ունենք մի հատ կարճ աղոթք, բայց այդ կարճ աղոթքի մեջ աշխարհի ամենաթանկ աղոթքն է անելու։ Ամենաթանկ աղոթքը, դրանից թանկ աղոթք չկա։ Երբ որ դու գիտակցաբար գալիս ես Հիսուսի մոտ, ասում ես կյանքս քեզ եմ տալիս։ Հիսուս կներես իմ արած մեղքերի համար։ Կա չէ՞ մեր կյանքում արած քայլեր, ինչի համար արժի Հիսուսից ներողություն խնդրենք։ Հա, ամեն մեկս էլ ունենք։ Մեկը հայհոյել է, մեկը խաբել է, մեկը մի ուրիշ բան արել։ Կա
մի բան, ինչի համար արժի Հիսուսից ներողություն խնդրել։ Եվ Աստվածաշունչը գիտեք ինչ ասում, եթե դու սրտովդ հավատաս Հիսուսին, շուրթերովդ Տեր դավանես իրան ու հավատաս, որ ինքը հարություն առե մերերներից, դու կապրես, որովհետև դու ասում ես, ես հավատում եմ Հիսուսին, կյանքս Հիսուսին եմ տալիս, Հիսուսների մեղքերը։ Այս աղոթքը, որ դու անում ես, դու արդեն դառնում ես երկնքի քաղաքացի։ Ոչ թե քո արած լավ գործերի համար, չէ, ինքը լավ գործերը արդեն խաչի վրա արել է։ Իմ ու քո տեղը գնացել է խաչվել է։ Հիմա քո գործը մենակ իր արածը ընդունելն է։ Դրա համար եթե դու պատրաստ ես, մենք իրար հետ աղոթելու ենք։ Ես կասեմ, դու իմ հետ կրկնես։ Ես մի աղոթքն է, որ պիտի կրկնես։ Սրանից հետո մտար տուն, դու ես քո Աստված։ Դրանից պարզ անարատ աղոթք չկա։ Երբ որ կանգնում ես Տիրոջ առաջ ու ասում ես Տեր Աստված, սենցա, որովհետև ինքը հայրը սիրում է երեխու պես մոտենաս իրան։ Երեխեն ոնց է գալի հորը մոտ, այդ այնց։ Պարզ անարատ, առանց ինչ որ ձևերի, առանց ինչ որ եկել եմ քո գահի առաջ, պապ ջան, մի բան արա։ Էսի աղոթքը, երբ որ դու անկեղծ ես Տիրոջ հետ։ Բայց այս մի աղոթքը ես ուզում եմ քեզ առաջնորդեմ, որ դու իմ հետ կրկնես։ Եթե պատրաստ ես, ես խնդրելու եմ փակես աշկերտդ ու իմ հետ կրկնես, լավ։ Փակի աշկերտդ, մենք աղոթենք դալիճը մեզ կօգնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Աստված օրհնի քեզ։ Դու հենց նոր երկնքի երկրի առաջ ասեցիր Սատանա, ես էլ քոնը չեմ, ես Քրիստոսի սեփականությունն եմ։ Հերիքա խափես ինձ, հերիքա տանես քո այդ խապկանքների ու ստերի մեջ։ Ես իմ կյանքը Հիսուսին եմ տալի։ Դու կտեսնես կյանքդ ոնց է փոխվում։ Եթե իրականից տարսես Տիրոջը, ինքը ամենալավ քո առաջնորդն է, որովհետև երբեք քեզ սխալ տեղ չի տանում։ Ինքը քեզ տանելու է խաղաղության, օրհնության, բժշկության, հանգստության մեջ։ Աստված օրհնի քեզ սիրելիս, մենք ունենք այնտեղ նոր կտակարան, տեսնում եք մեր քույրը եղբայրը կանգնած են, նոր կտակարան ունենք, որ ուզում ենք ձեզ նվիրենք անպայման, որովհետև դու պիտի Աստծո խոսքը ունենաս ու կարդաս, դա քո կյանքի ինստրուկցիան է։ Հա, մենք ինստրուկցիան չենք կարդում, հետո ասում ենք բախի ինչ որ բան վառվեց, որովհետև չէր կարդացել, որտեղ միացնես, ոնց միացնես։ Աստվածաշունչը մեր կյանքի ինստրուկցիան է, որ կարդանք, մենք ճիշտ կապրենք, օրհնված կլինենք, հաջողված կլինենք, լավ, բայց մինչև որ դու կգնաս իրանց հետ, հետո դուք բարձրանալու եք իրանց հետ, այնտեղ համ կշփվենք, դեր հարցերին կպատասխանենք, համ նվերը կտանք, բայց մինչև այդ մենք պիտի հաղորդություն ընդունենք։ Ես առաջինը ձեզ կանչեցի առաջ, որովհետև մինչև այս աղոթքը դուք չեք կարող հաղորդություն ընդունեք, որովհետև դա Աստվածաշունչը ես կարդամ էսա, ասում է, որ մենք Հիսուսի հետ մեկ ենք դառնում, որպեսզի մեկ դառնանք հաղորդության միջոցով, դու իրան պիտի ընդունեիր, դու այդ նոր արեցիր։ Դրա համար մենք ուզում ենք քեզ պատվենք, առաջինը դու հաղորդություն ընդունես։ Մնա քո տեղում, մենք հիմա խնդրեմ սեղանները դնեք իրանց տեղում, ծառայողները գան, ես կկարդամ, հետո դուք կմոտենաք հաղորդությունը կընդունեք ու իրանց հետ կբարձրանաք վերև, լավ սիրելիներս։ Մի քանի րոպե ուղղակի կբարձրանաք իրանց հետ վերև, համ կծանոթանանք, համ նվերը կստանաք։ Աստված օրհնի ձեզ։ Հիմա մնացեք կանգնած։ Մենք այսօր պիտի հաղորդություն ընդունենք։ Իսկ դու գիտեք, հաղորդություն ընդունել նշանակում է Հիսուսի հետ դառնալ մեկ։ Եվ որտեղից մենք գիտենք դա, ես ուզում եմ կարդամ առաջի Կորինթացիս 11-րդ գլուխը, 23-րդ խոսքից, երբ որ Պողոսն ասում է. որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ մեր Տեր Հիսուսը այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ, գոհացավ, հետո կտրեց եւ ասեց. Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեր համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։
Այնպես էլ ընթրիքից ուտելուց հետո բաժակը առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Գիտես, պատահական քայլ չէր, ինչ որ ձևական ակտ չէր անում։ Այսօր մենք որ խոսում ենք, ես ասացի, չէ, ձևական բան չեմ ասում, որ ասում եմ, այս շաբաթ գնացեք ամեն օր աղաղակ բարձրացրեք։ Աստծու մոտ ձևական ոչինչ չկա։ Այնպես չէր, որ չգիտեր ինչ աներ, Հիսուսը հացը տվեց, ասեց առեք, սա իմ մարմինն է, կերեք։ Աշակերտների համար շատ տարօրինակ էր, ինչ մարմին, ինչ հաց։ Մեր համար զատիկ էինք անում, այս ինչ եղավ Հիսուսին։ Բայց ինքը իրականություն էր ասում։ Ինքը ասում էր, որ հեսա իմ մարմինն է խաչի վրա, ձեր համար ջարդվելու է։ Ես խաչվելու եմ ձեր համար։ Այս թանկ զոհը ասեց, առեք, կերեք, ես արդեն ամեն մեկիդ մեջ եմ։ Այն Հիսուսը մի Հիսուս էր այն ժամանակ, բայց հենց որ ջարդվեց, աշակերտները ընդունեցին, ամեն մեկի մեջ էր արդեն Հիսուսը։ Մենք այսօր նույնն ենք անելու։ Մենք հիմա բոլորս ընդունելու ենք Հիսուսին մեր մեջ։ Հետո Արոնը ասեց, «Էս էլ գինի չի»։ Օրհնեց, ասեց, «Սա արդեն իմ արյունն է, որ ձեր համար թափվում է»։ Առեք, խմեք ամենքդ, որ իմ արյան պաշտպանությունը ձեր վրա լինի, որ սատանան տեսնի, ասի, չէ, սրան չեմ կարող մոտենամ, այս Հիսուսի սեփականությունն է։ Դրա համար երբ որ հաղորդություն ես ընդունում, գիտակցի ինչ ես անում, սիրելիս։ Հետո շարունակության մեջ այս խոսքը ես չեմ կարդա, ասում եմ, քննեք ձեր անձերը, տեսեք արժանի եք հաղորդություն ընդունելու։ Եթե արժանի չես, մի ընդունի։ Եթե մտածում ես, որ արժանի չես, բայց ուզում ես ընդունես, հենց այդ տեղում ապաշխարի, ներողություն խնդրի Աստծուց, նոր մոտեցի ընդունի։ Ասա կներես, այսինքն սխալ բան եմ անում, էլ չեմ անի։ Այսինքն մենք պիտի հասկանանք ինչ ենք անում։ Սա ինչ որ հերթական ձևական բանը չի։ Գնացինք նշխարը ընդունեցինք, եկանք տուն։ Չէ, սիրելիս։ Դու Հիսուսի հետ մեկ ես դառնում, իր արյան պաշտպանությունն է գալի քո վրա։ Գնահատի սա։ Դու նոր արարած ես Տիրոջ մեջ։ Գնահատի այդ թանկությունը։ Հիմա մենք օրհնելու ենք, սա ընդամենը հաց ու գինի է, բայց օրհնելու ենք բանա փոխվելու։ Գնահատի, երբ որ գալիս ես վերցնելու, երբ որ ձեռդ կպնում է հացին ու գինուն, գնահատի դա, որտեղ դու Տիրոջ մարմինն ես կպնում ու Տիրոջ արյանը։ Գնահատի ինչ ես անում, լավ սիրելիս։ Հիմա կխնդրեմ պարզեց ձեռքդ օրհնենք։ Երկնային Արքա, մենք քո առաջ ենք բերում այս պարգևները ու խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես, որ ընդունենք մենք քեզ մեր ներսում, Տեր, քո մարմինը ու քո արյունը, Տեր։ Մենք օրհնում ենք այս պարգևները երկնքի երկրի առաջ ու ողջակում ենք սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։